Սիրելի հայրենակիցներ, քննարկում է կառավարության 26 թվականի 5 տարին 6 ամսում վերնագրով բյուջեի նախագիծը։ Նախագիծը ներկայացնելիս կառավարությունը առաջ է քաշում 6 ամիս դեռ կական ենք էլի, հորս արև բոլոր չարացները 6 ամսում անելու ենք կարգախոսները։ Նախագիծը ներկայացնում է կառավարության անդամների այն նույն խումբը, ովքեր իրենց խոստովանմամբ առաջին դասարանում 7 տարի մնացած տգետների խումբ էին, ովքեր իրենք են խոստովանել, որ 4.5 տարի խոստացածները չեն կատարել, բայց դեռ 6 ամիս կկատարեն էլի։ Մենակ չասացիք, երկրորդ դասարան փոխադրված կա, թե դեռ չէ։ Այժմ կոնկրետ։ Նորից ամեն օր կառավարության ու ՔՊ պատգամավորների կողմից հմկահարվող 300 դպրոցի մասին։ 24 թվականին ինձ հասցեագրված պատասխանից մեջ բերում մինչև 26 թվականը կառուցվող, հիմնանորոգվող և վերանորոգվող 300 դպրոց ծրագրի շրջանակներում կառուցվել, հիմնանորոգվել, վերանորոգվել է թվով 37 ուսումնական հաստատություն, ապահովելով դրանց ամբողջական հագեցումը գույքով, սարքավորումներով։ Կրկնում եմ, 24 թվականի դեկտեմբեր, 25 թվականի փետրվար, այդ նույն ծրագրի շրջանակներում մինչև օրը շինարարական աշխատանքներն ավարտված են 45-ում, որից 40-ը շահագործվում է, 5-ում իրականացվում են շտկողական աշխատանքներ։ 25 թվականի ավարտին կունենանք ևս 65 դպրոցների ավարտական աշխատանք։ 25 թվականի հոկտեմբեր ինձ ուղված պատասխանից աշխատանքներն ավարտված դպրոցների թիվը 56 է, իսկ այս ամբիոնից նախարարը հնչեցրեց 59։ 56-ից հանած 45 11, որը նույնպես չի ձգում ևս 65-ին։ Եվ որ ամենակարևորն է, այս ամենը եկեք համեմատենք ՔՊ պատգամավորներ ձեր իսկ կողմից ընդունված օրենքով հաստատված թվերի հետ։ 23 թվականին 92, 24 թվականին 185, մինչև 26 թվական 300։ Հիմա եկել հեքիաթ եք պատմում, թե մենք խոստացել ենք մեր կառավարության ծրագրի կատարման ժամկետի ավարտը մինչև, ասել է թե մինչև 26 թվականի հունիսը, բայց այդ ծրագրի վերնագիրն է մինչև 26 թվականը։ 300-ից հանած 59-ը հավասար է 241, Տիկին Անդրեասյան։ 4.5 տարում 59-ը, 6 ամսում 241, լուրջ եք ասում։ Դուք նույնիսկ մինչև 25 թվականի ավարտ են ևս 65 խոստումը չկարողացաք կատարել, ուր մնաց 6 ամսում 241։ ԿՊ պատգամավորներ, դուք եթե շատ եք ուզում խաբվեք, բայց կոնկրետ համայնքի բնակիչները ոնց հավատան, երբ այսօր իրենց աչքի առաջ այդ ամեն ինչը տեսնում են։ Օրինակ, Արարատի մարզ, Նիզամի, Ջրաշեն, Ջրհովիտ, Գեղանիստ, Ոսկետապ, Արմավիրի մարզ, Ջրաբի, Հայկաշեն, Արաքս, Գեղարքունիք, Թթուջուր, Գավառ, Վարդենիս եւ այլն։ Սրանք այն շենք դպրոցներն են, որոնք ծրագրի մեջ ներառված են, ընդհանրապես աշխատանք չկա, այդ շարքն անվերջ է։ Եթե ուզում եք ինքներդ այդ ցուցակով անցեք, հաթաթ։ Ես անցել եմ հաթաթ եւ բոլորը ճշտեր են, պատկերը շատ լավ գիտեմ։ Թե բա մինչև 26 թվականի վերջը կանենք, էլի ձեր ժամկետը մինչև հունիսն է նախ։ Եվ թե դուք եք համոզված, որ չեք վերընտրվելու, դե խոստումա կտանք կգնաք անցնի, էլի։ Դուք նույնիսկ 2 տարում ամենապարզ հարցը չեք ուզում կամ չեք կարողանում լուծել։ Երեխաների դպրոցի անվտանգ ճանապարհի հարցը։ Խոսքը պտղնիի մասին է։ Դուք ինչ 6 ամսում 241 դպրոց սարքող եք։ Առողջապահության ոլորտ։ Խոստացել էիք 50 առողջապահական կազմակերպությունների արդիականացում։ 4.5 տարում ընդամենը 14-ն ունեք։ 16-ը ընթացիկ, 33-ը թղթերի վրա սկսված։ Դա ձեր նախարարի խոսքերն են։ Բայց դե ոչինչ, սիրելի հանրություն, 4.5 տարում 14 հատ սարքողի համար մնացած 36-ն ինչ է, որ 6 ամսում չանեն, կանեն էլի։ Խոստացել է 23 թվականից ապահովել առողջության համապարփակապահովության համագարքի փուլային ներդրում։ 24 թվականից ըստ այդ խոստումի պետվատվերի բոլոր շահառու խմբերը կամավոր սկզբունքով համակարգին միացողները պետք է արդեն օգտվեին համակարգից։ 25 թվականի սկզբից բոլոր թոշակառուները պետք է արդեն օգտվեին այդ համակարգից։ 26 թվականի ավարտին բոլորը պարտադիր։ Իսկ ինչ ունենք այս պահին։ Օրենքը դեռ ընդունված չէ։ Հիմնական բժշկական ծառայությունների փաթեթի գնահատման գործիքները դեռ մշակման փուլում են, բայց դե նոր շանս են ուզում կրկին փորձելու համար։ Հայտարարել եք, որ երկիրը դարձրել եք ժողովրդավարության բաստիոն, հայտարարել եք, որ ընտրությունները չեն կեղծվում, բայց ընտրությունների արդյունքները թիմ մակարդակում ամեն օր խմբագրվում են։ Հիմա հարց. Այդ ինչպես եղավ, որ 21 թվականի հուլիսին ընտրությունները չկեղծելով ստացակ ԱԺ մանդատների սահմանադրական մեծամասնությունը, իսկ ուղիղ 3 ամիս հետո թիմ ընտրություններում գրեթե բոլոր խոշոր քաղաքներում պարտվեցիք՝ Գյումրի,
Վանաձոր, Ալավերդի, Սիսիան, Գորիս, Թալին, Ախուրյան, Վարդենիս, Բերդ եւ շարքը շարունակելի է։ Նույն ընտրողները չէին, երկրում իրավիճակի լուրջ փոփոխություն չկար, չէ՞։ Սիրելի հայրենակիցներ, ձեզ մոտ ողջամիտ կասկածներ չեն առաջանում չկեղծված ընտրությունների հետ կապված։ Խոստացել է նույնիսկ օրենք եք ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին, բայց ամեն օր խախտում եք այդ անդամակցության համար անհրաժեշտ կոպենհագենյան չափանիշները։ Ժողովրդավարական կառավարման փոխարեն երկրում հաստատել եք միակուսակցական, դեռ ավելին միանձնյա բռնապետություն։ Ընտրությունները չկեղծելու փոխարեն ունենք ընտրությունների արդյունքների հանցավոր խմբագրումներ։ Ընտրված ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների վրա գործերի կարում, ժողովրդի քվեի գողություն վարչապետին համայնքի ԺՊ նշանակելու լիազորություն տալով։ Վարչական ռեսուրսի ակնհայտ կիրառման դեպքեր։ Նախորդ ելույթում բերված բոլոր օրինակները վերընթերցեք կհիշեք, ավելացնեմ նորը։ Հոկտեմբերի 26-ին առաջին ալիքի եթերում տեղի ունեցած բանավեճի ընթացքում ՔՊ կուսակցության տեխնացու Վաղարշապատի համայնքի ղեկավար ԺՊ Արգիշտի Մեխակյանը հայտարարեց, որ վերջին 2 ամսում համայնքը հրատապ ծրագրերով կառավարությունից կես միլիարդից ավելի գումար է ստացել։ Հիմա սա ինչ է, եթե ոչ վարչական ռեսուրսի չարաշահում։ Վաղարշապատի ավականի ընտրություններում հանրության համակարգը դեպի ՔՊ շահելու նպատակով։ Խոստացել էիք մարդու իրավունքների պաշտպանություն, բայց իշխանությունը վերածել է քաղաքական հետապնդումների հաշվահարդար բարձրահայտ գործիքի։ Ազատությունից զրկել եք բազմաթիվ մարդկանց, ովքեր համաձայն ԵԽԽՎ 2012 թվականի 19:00 բանաձևի սահմանված չափանիշների ամբողջությամբ համապատասխանում են քաղբանդարկյալի կարգավիճակին։ Խոստացել էիք ապագա, զրոացրել եք մեր երեխաների ապագան։ Դուք պետական պարտքը ծանրաբեռել եք 7.5 միլիարդ դոլարով եւ հանգեցրել նրան, որ տարեկան հսկայական միջոցներ ենք հատկացնում միայն պարտքերը սպասարկելու համար։ Հաջորդ տարի պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է 1 տրիլիոն 53 միլիարդ դրամ, պետբյուջեի եկամուտների 1/3-ը, 630 միլիարդը պարտքերի մարման, 423 միլիարդը պարտքերի տոկոսները վճարելու համար։ Հաջորդ տարի միայն պարտքի տոկոսների վճարման համար կհատկացվի բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 14%-ը։ Այսպիսի տեմպերով պարտքերն ավելացնելով պետությունը ստիպված է լինելու ավելի մեծ գումարներ ուղղել վարկերի սպասարկմանը։ Դուք նման եք այն երիտասարդ ընտանիքներին, ովքեր նոր կյանք սկսելու շեմին հրաժարվում ու դեն են նետում ծնողների ամբողջ կյանքում ձեռք բերածը, նոր տուն կառուցելու եւ ռեմոնտ անելու ծրագրով, բայց արդյունքում վարկեր են վերցնում ճոխ հարսանիք անելու, նոր տարի նշելու, ամեն նոր երկիր այցելելու համար եւ արդյունքում կանգնում են իրենց տունը վարկի դիմաց բանկին հանձնելու փաստի առաջ։ Եվ հիմա եկել ու ասում եք, չկարողացանք 5-6 տարում, կանենք 5-6 ամսում։ Դեռ ժամանակ կա։ Իրականում դուք մտածում եք միայն այն խոստումների կատարման մասին, որ տվել եք ոչ թե ժողովրդին, այլ ուրիշներին, ձեզ իշխանության բերողներին եւ մինչեւ հիմա երկակի ստանդարտներով ձեզ պահող դրսի աջակիցներին։ Դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ եք խոստացել նրանց, ինչի դիմաց եւ ինչ պատիժ է ձեզ սպասում այդ խոստումները չկատարելու պարագայում։ Դուք բոլորից լավ գիտեք, թե ինչ եք վերել մեր երկրի գլխին, ինչ մարտահրավերների առաջ եք կանգնեցրել մեր երկիրը ազգային անվտանգության առումով հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Դուք շատ լավ հասկանում եք, որ այլևս վերընտրվելու շանս չունեք եւ ձեզնից հետո եկող ազգային իշխանությունը բոլորիդ ամեն մեկի ձեր չափով պատասխանատվության է կանգնեցնելու։ Իսկ չեք մտածում, որ դուք վաղուց արդեն նախկին եք։ Հանրությունը ձեր խոստումները լսելիս համեմատելու է նրանք ձեր նախկին խոստումների, դրանց կատարման հետ։ Իրականում ձեր գաղափարախոսությունը նիկոլիզմի թեզերն են, որտեղ շատ հստակ ձևակերպել եք դուք ինքներդ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները։ Թեզ 001 սահմանադրության փոփոխություն, ինչ Ալիևը բազմակի հնչեցնում է։ Թեզ 014 ժողովուրդն է երկրի տերը, իսկ ժողովուրդային քաղաքացին է, ով ապրում է Հայաստանում, եւ մենք ունենք ժողովրդագրական լուրջ խնդիր եւ այն կլուծենք ներգաղթի ապահովմամբ, ընդ որում կներգաղթեն ոչ միայն հայերը։ Եվ դա ճիշտ այն ժամանակ, երբ Ալիևը խոսում է 300,000 ադրբեջանցիների Հայաստան բնակեցման մասին, նրանց անվտանգության ապահովման մասին, երրորդ ուժի կողմից ում կվստահի ադրբեջանցին։ Պարզ է, չէ, որ կողմի մասին է խոսքը։ Այսինքն նրանք գալիս են Հայաստան, դառնում են մեր քաղաքացին ու մեր երկրի տերը ձեր 014 թեզով։ Դուք իրականում այս թեզերի կատարման ջատագովն եք։ Դուք ադրբեջանական տանդեմի պահանջների կատարման ջատագովն եք, որովհետև շատ լավ գիտեք ինքներդ, թե ինչ եք խոստացել բանավոր բանակցություններում, ինչի դիմաց ինչ պատիժ է դա ձեզ սպասվում։ Ժողովուրդն այլևս ձեզ չի հավատում։ Ժողովուրդն ասֆալտը չի գերադասում հայրենիքից, ինչքան էլ դու դա ուզեք։ Հիշեցնեմ Վարշավայի խնդիրը։
մի անգամ էլ եմ ասել։ Գյուղում ապրող Վարշավիրը սափրում է միայն գյուղում ապրողներին, ովքեր իրենց չեն սափրում։ Հիմա հարց. Վարշավիրն ինքն իրեն սափրում է թե ոչ։ Եթե սափրում է, ապա որպես Վարշավիր չպետք է սափրել, եթե չի սափրում, ապա որպես Վարշավիր պետք է սափրել։ Կներեք 2 վայրկյան։ Նման պարադոքսային սարդոստայնի մեջ եք դուք ինքներդ ձեզ գցել։ Խոստացել եք, կատարեք չի լինի, չեն թողնում, չկատարեք, հետ չի լինի, չեն ընտրի։ Այստեղ են ասել, չսափրված մի բան չի, սափրված հեչ բան չի։ Դուք ինքներդ եք այդ մասին շատ լավ գիտեք։ Շնորհակալություն Տիկին Գյուրեղյան։ Հաջորդ ելույթի համար հրավիրում եմ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան